Պարոն Խոդացյան, ես ճիշտ եմ հասկանում, որ Զվարթնոց օդանավականը ըստ էության այսօրվա իր նախագծված թողունակությունից ավել է աշխատում։ Այո, պարոն վարչապետ, տարբեր մասնագետների կարծիքով Զվարթնոց օդանավականը նախագծվել է մինչև 3.5 առավելագույնը 4 միլիոն ուղևոր սպասարկելու համար, նախորդ տարվա ընթացքում այդ թիվը 5 միլիոնից ավել էր եւ նաեւ նախորդ տարի միայն Զվարթնոց օդանավականի սպասարկման մասով էլ մենք ուղևորների շուրջ 6% աճ ենք ունեցել, Շիրակի մասով իհարկե 33% աճ ենք ունեցել, այո, մոտավորապես 20-30% ավել է սպասարկում պոտենցիալից։ Եվ իհարկե դա շատ լավ լուր է եւ մենք նաեւ այս առումով ունենք պատմական հնարավորություն, որպեսզի Երևանը եւ Հայաստանը ավիացիոն հաբ դառնա կամ այլ առնվազն այդ ճանապարհով գնալու քայլեր անի եւ նաեւ սրա համար մենք պետք է մեր ավիացիոն կարգավորումները բերենք բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխան։ Ընդ որում այս փորձն էլ շատ երկրներում կա, ես չեմ ուզում կոնկրետ օրինակներ բերեմ։ Գիտեք ինչ, ես երբ որ ուսումնասիրում եմ վերջին տասնամյակներում արագ զարգացած երկրների փորձը, այդ երկրների զարգացման հիմքում կա մի շատ կարևոր սկզբունքային բան։ Մարդիկ իրենց խոստովանել են, որ իրենք ինչ որ բաներ չգիտեն։ Ուղղակի թվում է թե պարզ բան, չէ՞։ Իրենց խոստովանել են, որ ինչ որ բան իրենք չգիտեն։ Եվ գնացել են այդ ճանապարհով, եւ փնտրել են, գտել են մարդկանց, ովքեր գիտեն, մարդկանց ընկերությունների, խորհրդատուների, ովքեր գիտեն եւ պատրաստ են օգնել եւ չեն խնայել ոչինչ սրա համար։ Եվ արդյունքում եղել է անհավանական տեմպերով աճ։ Մենք էլ հասկանում ենք, մեզանում ես չեմ հասկանում, ինչի է այդքան դժվար։ Օրինակ ինչի է դժվար, հարգելի գործընկերներ։ Ինչի է մեզ այդքան դժվար, որ խոստովանել, որ մենք ինչ որ բան չգիտենք։ Չեմ հասկանում, ինչի է այդքան դժվար։ Ես հասկանում եմ նաև այն պատճառով, որ երբ որ մենք խոստովանենք, ասենք օրինակ երկրի վարչապետը կամ նախարարը խոստովանի, որ ինչ որ բան չգիտի, 100 տեղից կասեն, այս ինչ խայտա, ոնց ինչ որ բան չգիտի, բայց ոնց է տեղ նստած, ինչի է տեղ նստած։ Չէ՞ որ տեղ նստած նախկինում բոլորը ամեն ինչ իմացել են։ Ամեն ինչ իմացել են։ Ասենք Պլուտարքոսի հայացքով գնացել եկել են, որովհետև իրանք ամեն ինչ գիտեն։ Չի կարա երկրում լինի, ընդհակառակը մենք այսօր այս կետին ենք, որովհետև մենք անդադ խոստովանել ենք, մենք Սոկրատեսի հետևորդն ենք։ Մենք Պլուտարքոսը թողների ինձ, որովհետև Պլուտարքոսն էլ իմաստուն մարդ է եղել եւ շատ հետաքրքիր բան ունի, տենց չգիտեմ։ Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք։ Եվ պետքա գնանք այս տրամաբանության մեջ։ Եվ ես ուզում եմ այն մարդը, որ ամեն ինչ գիտի, հայտարարի Հայաստանի Հանրապետությունում, ով կա, թող ինքը ինքնահայտարարի, որ ինքը ամեն ինչ գիտի։ Կարծում եմ շատ արագ մենք դա կարողանանք հերքել, շատ արագ, բայց բոլորին ակնհայտ է, որ չկա որևէ մեկը, որ ամեն ինչ գիտի, բայց դժվար է դա խոստովանել։ Դժվար է խոստովանել, որ մենք ինչ որ մի բան չգիտենք։ Սրա համար է, որ կրթությունը մեզ համար ռազմավարությունն է, որովհետև կրթությունը սկսում է նայած, որ դու հասկանում ես, որ ինքնախոստովանում ես կամ ինչի ինքնա, հրապարակային նաև ոչ մի բարդություն չունես խոստովանելու, որ դու ինչ որ բան չգիտես։ Կարող ես ասել, ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, ոնց որ Սոկրատեսն ասեց սրանից քանի դար առաջ, եւ այդ օրվանից մինչեւ մի մարդկությունն այդ արտահայտության շուրջ վիճում է, այդ թվում նրան թե նրա շուրջ թե դա Սոկրատեսն ասե, թե մեկ ուրիշ փիլիսոփա է ասե։ Եվ եթե մենք այս ճանապարհով չգնայինք, այո, մենք այսպես վերաբերվել ենք ամեն ինչին։ Մենք այսպես վերաբերվել ենք նաեւ ակնհայտ աքսիոմատիկ բաների, այդ թվում Ղարաբաղի կոնֆլիկտին։ Ակնհայտ աքսիոմատիկ բանի։ Այո, մենք մտել ենք այնտեղ, որը տաբու է, չի կարելի հարց տալ դրա մասին։ Չէր կարելի հարց տալ դրա մասին։ Բայց այսօր սա Հայաստանի Հանրապետությունում դարձել է նորմալ քաղաքական դիսկուրս եւ սա առաջընթացի անխուսափելի ճանապարհ է, որ մենք մեզ հարց տանք, լավ, այս ո՞նց եղավ։ Ինչի է տենց եղել։
Ինչի է այս մի բանը տենց եղել, ինչի է 46 թվին այս տեղեություն, ինչի է 65 թվին այս տեղի ունեցել, ինչի է 73 թվին այս տեղի ունեցել։ Մենք այդ հարցերը միջև չտանք եւ չխոստովանենք, որ այդ հարցերը պետքա պատասխան ունենան։ Ինչ ենք մենք միջև հիմա մտածում 70-ականների մտածողության մոդելներով, ի՞նչն է դրա պատճառը։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Հիմա մեր մոտ խոսույթ է նա, որ միշտ էլ տենց աղ է եւ էտել եմ, որ մեր մոտ հայկական ավիացիան ինքը բայց կներեք ինձ համար абսուրդ է, որ ասենք միջև 21-րդ դար կարա որևէ մեկի մտքով անցնի, որ օթաչուն կարա բանում ծխի։ Այդ ինչա կոչվում։ Խցիկում կարա ծխի։ Ինչ ա եղել որ։ Կարա թևնե պատոհանից հանի sense դնի։ Բայց դա հասկանում եք, որ մեկ ասում ես, հա լավ, բանը չի, հասկացանք։ Հա ծխում այլի։ Լավ հասկացանք, մի սարքեք ստեղ բանը, Կոպենհագենն է, ինչն է, մի հատ էլ եկել եք վրեքներս բան եք անում, որ ինչ։ Հա Բա մի հատ չծխի հանգստանա։ Եվ այդպես շարունակ։ Շատ լավ։ Համեցեք բան խուտել։ Պարոն վարչապետ, ասեմ, որ այս ծառայության մատուցման հետ կապված նաև շահառու են հանդիսանում տեղական ավիաընկերությունները, որտեղ եւ նախորդ աուդիտի ժամանակ դա այնպեսին չի, որ ստուգվում է միայն քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, ստուգվում են նաև առանձին ավիափոխադրողներ եւ բազմաթիվ թերություններ են եւ փաստաթղթային առումով եւ կազմակերպչական այդ գալի այդ ստուգումների արդյունքում եւ ակնհայտ է, որ ավիաընկերություններն էլ ոչ բոլորը ունեն այդ գիտելիքը եւ կարողությունները եւ այս ծառայության մատուցումը նաեւ իրենց համար նոր գիտելիքի հնարավորությունն է, որովհետեւ պայմանագրի շրջանակներում իրենք էլ ԻԿԱՕ-ի հետ անմիջապես կան շփվելու եւ այս հարցերը բարձրացնելու, քննարկումների անելու հնարավորություն են ստանալու։ Շատ լավ, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը։ Դեմ չկա, որոշումն ընդունված է, հետեւաբար հարգելի գործընկերներ, դե ինչպես ասացիք, մյուս process-ն էլ առանց շտապելու, եթե այսքան սպասել ենք, մենք չկարանք սպասենք, առանց ափալ-թափալության էլեմենտի հանգիստ գնանք առաջ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար